CNN сообщает, что встреча представителей России и США в Саудовской Аравии пройдет на этой неделе, а мы до России Захарова новый раунд российско-американских переговоров в Саудовской Аравии на этой неделе не запланирован. Что не так, вам понятно? Ну, естественно, на самом деле сейчас все стороны, в данном случае все три стороны, Украина, Россия, США, ну, может быть, отчасти Европа, просто маневрируют. Вот, и пытаются, так сказать, найти наиболее выгодные позиции свои переговорные. Вот. Совершенно однозначно, что переговорный процесс находится далеко не на продвинутой фазе, а скорее на фазе, на стадии, значит, давайте, договоримся ли мы о том, что будем говорить, что будем вообще разговаривать. Да? Вот будет встреча завтра американо-украинская обязательно. По итогам этой встречи, может быть, и будет принято решение о российско-американской встрече, которая вполне может потом и состояться на этой неделе. То, что не запланировано на понедельник, может оказаться уже в планах во вторник и в среду. И к концу недели встреча может и состояться. А может и состоится, все зависит от того, чем закончится завтрашняя встреча американцев с украинцами. Գյումրու ընտրապայքարը նրանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։ Ահա, նախ վերջին ճակատամարտը տղմուտում էր, եկեք այդ խոսույթը, այդ վերջին ճակատամարտ բան, նենց պաթետիկ խոսքերը, հա, որ հնչում է վարչապետի շուրթերից, նախ մարազմացիկ բնույթ է դա կրում, ամոթ է, չի կարելի այդ խոսույթը։ Երկրորդը դուք 7 տարի ժամանակ ունեիք, բայց 7 տարի ինչ էիք անում։ Եթե դուք գիտեիք, որ քրեա օլիգարխիկ համակարգ է, Գյումրիում ինչպես ներկայացնում եք, իրականում այդպես բան կա, այնպես չի որ չկա։ Մենք ինքներս գյումրեցի ենք, հո լավ գիտենք այդ։ Բայց փաստը այն է, որ եղբայր, դու ունեցել ես բոլոր մեխանիզմներն ու գործիքները կանխարգելելու, այդ մեղքերը բացահայտելու, լուսաբանելու, պատժելու, ինչի մասին է խոսքը, այսինքն գազ հաթաթատաս ինչի համար։ Այնինչ ասում ես Դավիթ, հո մի օրում կամ մեկ ամսում հնարավոր չի անել։ Պարոն Մանացականյան, 7 տարի, 7 տարի։ Հիմա տեսեք, օրինակը մի քիչ տեղին չի։ Այսօր որովհետև այդ խոսույթում էլ դա էլ է կիրառում։ Քանի տարի է խոսում են մետրոյի մեկ կայարանի բացման մասին Երևանում։ Քանի տարի։ Հիմա ես չեմ սիրում ու համեմատական անցկացնեմ, բայց այս անգամ ինձ թույլ եմ տալու։ 7 միլիարդ արտաքին պարտք են վերցրել վզերին, մեր հաշվին, ժողովրդի հաշվին։ Հիմա ես ուղիղ պարալել եմ անցկացնում։ Բաքվում 3 հատ 2022 թվականից ի վեր 3 հատ մետրոյի կայարան է բացվել։ 3 հատ միջազգային օդանավակայան է բացվել։ Երևանում մի մետրոյի կայարան չեն կարող ստեղծել։ На переговорном фоне страсти накаляются и на фронте, и на политическом фронте. Да? Так и должно быть? Ну, собственно говоря, ощущение такое и появляется. Видите, беспрецедентно мощную атаку дронами постарались провести укранацики на российской территории. Даже на подлете к Москве было сбито 83, по крайней мере, или если не больше дронов. Ну, а Болонки падая тоже нанесли определенные разрушения. Погибли 3 на стоянке охранников. Там 20 машин сгорело. Ну, то есть, понимаете, до цели они не долетели, но уже того, что они натворили, хватило. Попали совершенно люди, которые, ну, ни при чем были в этом деле. Ну, что делать? Так вот складывается. Решили себе отыграть какие-то новые возможности. Курскую карту тут же продемонстрировать. Ну, сегодня наши достаточно уверенно нанесли удар по этой карте. Довольно прилично пострадали. Նորից ծրվում է իրադրությունը մեր ծավալ արևելքում, սիրիական դեպքեր, հիմա էլ Գազա։ Այո, ցավոք սրտի վերջին անգամ մեր մոտ հրթիռահարվել էր հունվարի վերջին եւ այժմ 3 երեկոյան ավարտվեց Եմենի հութիների կողմից տրված վերջնազամկետը եւ այսինքն իսրայելյան հակաօդային պաշտպանությունը արդեն բերված է համար 1 մարտական, ուրեմն բարձրաստիճանի պատրաստվածության, որովհետեւ հութիները
հայտարարել են, որ հնարավոր է հարվածել նաև Իսրայելին կապված Գազայի գոտում հումանիտար օգնության դադարեցման հետ կապված նաև Եթե չբացեն ճանապարհը հումանիտար օգնության, այո, եթե չբացեն ճանապարհը, եթե լույսերը չմիացնեն, բայց փաստացի լույսերը անջատվել են Գազայի գոտում եւ նաեւ հումանիտար օգնություն այժմ չի մտնում Գազայի գոտի, չնայած պետք է փաստել, որ այս ընթացքում հազարավոր բեռնատարներ են մտել Գազայի գոտի, այնպես չէ, որ այնտեղ հիմա սով է եւ այդ մի քանի օր, ասենք, բեռնատարների մուտքը դեպի Գազա արգելափակումը իհարկե սով չի առաջացնի այնտեղ, խնդիրն այն է, որ ողջ այդ հումանիտար օգնությունը ընկնում է Համասի գրոհայինների ձեռքը եւ Համասը իր վերավաճառողների միջոցով շատ ավելի թանկ գներով, քան նույնիսկ Իսրայելում է, վերավաճառում է ծրի ստացված հումանիտար օգնությունը Գազայի գոտու բնակիչների վրա եւ ինչպես գիտեք, ոչ բոլոր հնարավորություն ունենք դրանք գնելու եւ այսպիսով պայման է դրվում նրանց արչեւ կամ դառնում եք Համասի գրոհայիններ, զինվորագրվում եք Համասին կամ ուղղակի սովից մահանում եք, սա է այս իրավիճակն է այժմ։ После встречи в Саудовской Аравии между Киевом и Вашингтоном возникла какая-то непонятная пауза. Нету реакции Москвы. О чем бы это говорило? Ну, почему реакция Москвы есть? В Москве сказали, что да, Россия не исключает встречи с Соединенными Штатами и переговоров по украинскому вопросу, только даже в ближайшем будущем не исключает. Только точная дата, время и место пока не обсуждались. По-моему, вполне понятная реакция, потому что намерения Соединенных Штатов в ходе их переговоров с Украиной были понятны. Я не помню, мы с вами, по-моему, в этот период не встречались, но я неоднократно говорил, да и не только я, потому что не настолько лежали на поверхности, что об этом говорили многие. Значит, получить управляемость полную, восстановить полную управляемость украинским правительством, добиться от него заявления о готовности к миру, прекращению огня и готовности там даже к уступкам каким-то, компромиссам. Потом на этом основании требовать от России прекращения огня. И после этого выходить на реализацию плана Трампа о заморозке конфликта по линии разграничения, введению на Украину западных миротворцев там, и так далее и тому подобное, что, как заявляла Россия, категорически не устраивает. Вот. Но получить таким образом некое как моральное преимущество. Видите, все за мир уже. Вот Европа сейчас заявляет, что она за мир. Вчера была за войну, а сейчас уже за мир. Значит, там Соединенные Штаты за мир, Украина за мир, согласна огонь прекращать. А вот вы огонь прекратить не хотите, значит, только вы за войну, поэтому неудобно как-то получается. Հայկական կողմը այսօր տեղեկություն տարածեց, որ պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին, իդեպ Երևանը շուտ արձագանքեց, Բաքուն մոտ 3.5 ամիս ձգում էր այդ պատասխանը, ինչով է դա պայմանավորված։ Որ արագ արձագանքեց, դե երևի շտապում են մեր Շտապող կողմը մենք ենք ուր։ Դե ըստ էության այո, որտեվ խաղաղության օրակարգի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, ամենայն դեպս այդպես է հայտարարված, եւ սա իշխող քաղաքական ուժի պաշտոնական քաղաքականությունն է։ Հետևաբար օր առաջ շահագրգռված են ապահովագրել եւ իրենց քաղաքական ապագան եւ այդ համատեքստում նաեւ Հայաստանի սահմանների վերականգնումն ու անձեռնամխելիությունը, ուստի փորձում են արագացնել գործընթացը գոնե իրենց կողմից կատարված արագ քայլերով։ Դա մեր մասով, իսկ Բաքվի վարքագիծը ինչ էր։ Բաքուն հանգիստ կարող է ժամանակ ձգել, հանգիստ կարող է նոր պայմաններ առաջադրել եւ այդ պայմանները բոլոր դեպքերում դժվարացնելու են հայկական կառավարող շրջանակների իրենց նպատակին հասնելու ուղին, այսինքն ավելի կբարթանա, նոր նախապայմանները բավարարելու խնդիր կառաջանա, որում այդ նախապայմանները կարող են կապված չլինել այս քննարկվող պայմանագրի տեքստի հետ, կարող են կողմնակի պայմաններ լինել, որոնք բարդացնեն երկխոսությունը։ Сначала Баку сообщил, переговоры по мирному договору завершены. После Ереван подтвердил готовность мирного соглашения к подписанию. Как вы думаете, теперь что? Что последует?
Дальше последует жизнь, потому что главная часть мирного договора – это как кто где живет. И вот если бытовая жизнь обычного человека будет соответствовать, да, то есть что никто никого ниоткуда теперь уже выгонять не будет, тогда наступит, если не мир, то, по крайней мере, смягчение ситуации. Ну, конечно, перед этим будет подписание. Если оба МИДа заявили о том, что договор готов, значит, уже на пути его подписания практически нет никаких препятствий. То есть уже нету нерешенных вопросов между Нерешенных вопросов много, как мне кажется. Вы можете со мной не согласиться. Но эти вопросы не находятся в зоне внимания договора. Мы с вами говорили, что проблема будет не тогда, когда подпишут общий документ. Проблема будет тогда, когда будут определять, с какой стороны ручья кто живет. Вот тут, да, тут проблемы будут все равно. И здесь, к сожалению, ничего делать нельзя, они обязательно будут. Их надо просто преодолеть. Ազգային ժողովի պատգամավոր եմ ասում, բայց կարող է մի քանի օրից պատգամավոր չլինեք։ Չէ, դա բան չկա։ Չկա։ Անձեռնմխելիությունից կարող ազրկվեմ, Հա։ բայց պատգամավոր մնում եմ։ Պատգամավոր մնում է։ Պատգամավոր մնում եմ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Նույնը վերաբերում է Տարոն Մարկարյանին։ Նույնը վերաբերում է Տարոն Մարկարյանին, այո։ Այսինքն անձեռնմխելիությունից զրկվում ենք, որպեսզի դա հնարավորություն տա իրավապահ մարմիններին ինձ ներգրավել այս կամ այն կամ այդ ներկայացված գործով որպես մեղադրյալ։ Հակառակ դեպքում ես մեղադրելի կարգավիճակ չեմ կարող ստանալ։ Իսկ եթե լինի կալանքի միջնորդություն, Կարող է նաև կալանքի միջնորդություն։ պատգամավորը Այո, կալանքի անձեռնմխելիությունից երբ որ զրկվում են, ապա իր նկատմամբ կիրառում են բոլոր այն մեթոդները, որ կիրառում են սովորական, ասենք նմանատիպ դեպքերում հանրային հետապնդում իրականացնելու կոնտեքստով։ Կասեք ինչու այսպես ստացվեց։ Կամ ավելի շուտ ձեր մեղքի բաժինը տեսնում եք այս process-ում։ Իմ մեղքի բաժինը հա ես տեսնում եմ։ Դա կարելի է հետևյալում, երբ որ ես դառա պատգամավոր 58 տարեկանում երկրորդ անգամ։ Ես նստեցի հայելու մոտ, նայեցի իմ աշկերին, ասացի, որ Հովիկ ջան, դու արդեն 35-36 տարեկան չես, 40 տարեկան չես։ Դու 58 տարեկան ես։ Եվ պետք է ուրախ լինես, որ այդ տարիքում հնարավորություն ես ունեցել երիտասարդ թիմում տեղ գտնել եւ դառնալ ազգային ժողովի պատգամավոր եւ քո փորձ ու գիտելիքները հնարավոր ես փոխանցել երիտասարդ գործընկերներին։ Քեզ խելոք կպահես։ Քյալագյոզություն չանես։ Տեղին, անտեղին չխոսաս, քեզ առաջ չգցես։ Որոշ ժամանակ կարողացա, բայց հետո չկարողացա։ Главная тема в армянских СМИ – это то, что Армения и Азербайджан объявили о завершении переговоров по мирному договору. Как вы думаете, почему это стало возможным? И почему так вдруг? Всегда, когда идут очень длительные переговоры, все ждут их окончания. И вот здесь, если мы с вами посмотрим непосредственно, что же подготовили у нас дипломаты, конечно, мы видим, что многие ключевые вопросы, которые как раз поднимались в повестке дня, как с азербайджанской, так и с армянской стороной, они в этом как раз документе и отсутствуют. В основном здесь показана экономическая составляющая, именно транспортные развязки, железные дороги, автомобильные, кто конкретно будет курировать. Ну и очень актуальный, конечно, вопрос, это то, что третьи стороны, это и ЕС, и Российская Федерация, и Турция не будут участвовать непосредственно в этих всех договорных процессах. Ну и на границе также не будет третьих Но сторон. они уже успели похлопать, да, в связи с... Да, они, значит, не знают просто ситуацию. На самом деле никто из азербайджанской стороны не читал эти договоренности. Они даже не знают, что написано непосредственно в документах, которые будут подписывать Пашинян и Алиев. Там у нас нет ничего и по Конституции, об ее изменении, о чем очень много как раз говорили в последние полтора года. Ничего также не говорится у нас и о Зангезурском коридоре, который всегда у нас был камнем преткновения, потому что здесь есть у нас как раз третья сила, Турция, которая заинтересована в нем.
Ну и мы видим, что на самом деле это половинчатый будет у нас договор, но самое главное, здесь показано, что стороны будут подписывать мирный договор, и нет никаких претензий, именно и территориальной целостности, это ключевое. Ну и, конечно, будет подниматься даже вопрос до 1991 года по переселению лиц, которые проживали у нас на территории Азербайджанской ССР и Армянской ССР. В общем, как бы мы видим документ, конечно, полусырой, но главное, чтобы сегодня был мир в Закавказье. И этот как раз договор и делает возможность хоть перенести именно в дипломатическую составляющую, но никак не военную. Երևանն ու Բաքուն ավարտեցին բանակցությունները եւ համաձայնեցրել են բոլոր այն կետերը, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էին։ Որն է լինելու հաջորդ քայլը։ Դե տրամաբանական է, որ ամփոփած բանակցություններից հետո պայմանագիրը ստորագրվի։ Սակայն մենք ամեն դեպքում Բաքվից նոր նախապայմաններ ենք լսում եւ նաեւ հայտարարություն, որ Բաքուն Երևանին չի հավատում որևէ ձևով։ Եվ սա անհասկանալի է։ Այսինքն, եթե բանակցությունը գնում է, եթե կան արդեն լուրջ արդյունքներ, ապա ինչու նման մոտեցում կա։ Եվ ես կարծում եմ, որ Բաքվի նպատակը խաղաղության պայմանագիր չստորագրելն է, չնայած որ Երևանը շատ լուրջ ջանքեր է թափել, որպեսզի այն ստորագրվի։ Այսպիսով դեռ հստակ չեմ կարող ասել, որ անպայման կստորագրվի, պարզ է, որ կան խաղացողներ, այդ թվում Եվրամիությունում ու ԱՄՆ-ում, որոնք ուզում են, որ արագ ստորագրվի առկա ձևաչափով, բայց ամեն դեպքում Բաքվից եւ Անկարայից մենք տեսնում ենք ընդդիմություն այս պայմանագրին եւ այսպես ասեմ չեմ կարող հստակ կանխատեսում տալ, թե կստորագրվի թե ոչ։ Եվ երբ կստորագրվի։ Եվ նաև երբ կստորագրվի, որովհետև դեռ վաղուց խոսում է, որ այո, շուտով, այ հիմա ասում է արդեն, որ բոլոր կետերը համաձայնեցվել են։ Այսինքն, եթե բոլոր կետերը համաձայնեցվել են, ապա հնարավոր է այսօր էլ ստորագրել, չէ՞։ Ինչ նախանգարում։ Խանգարումը ակնհայտորեն Բաքվի առաջինը Բաքուն հայտարարեց, որ մենք ավարտել ենք բանակցությունները։ Բաքուն հայտարարեց, բայց ինչն է կոնկրետ եղել, հա։ Վերջին երկու նախապայման Բաքվի, այսինքն դա կոչվում է կետեր խաղաղության պայմանագրի, եղել են հետևյալը՝ հայտերի հետկանչը եւ օտարերկրյա ուժերի, այդ թվում խաղապահների, այդ թվում դիտորդների չկայացումը սահմանի վրա եւ Երևանը դրա վրա համաձայնվեց։ Երևանի դիրքորոշումը եղել է օրինակ օտարերկրյա ներկայացուցիչ։ Դիտորդը օտարերկրյա ուժ է համարվում։ Այո, Բաքուն պարտադրում է, որպեսզի դիտորդները դուրս գան։ Եվ Երևանի դիրքորոշումը եղել է որպես, այսպես ասեմ, հա, միջանկյալ տարբերակ, որ եկեք դուրս գան այն հատվածներից, որոնք արդեն դելիմիտացվել են, բայց Բաքուն ուզում է, որ ամբողջությամբ դուրս գան։